Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում եւ ուզում եմ մեծ հաճույքով մեկ անգամ եւս ողջունել մեր սիրելի մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին մայրության միջազգային տոնի արդիվ եւ ասեմ ձեզ հասկանալի պատճառով այս օրերին մենք ավելի հաճախակի տաղավար ենք հրավիրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների Մարդկանց, որոնց հետ զրուցելը եւ հաճելի է եւ շատ դյուրին այսօր նման հյուրերից մեկն է ձեզ քաջածանոթ Փակ TV ռազմական վերլուծաբան համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Պայստազորի փոխգնդապետ Նարա Գևորգյանը բարև ձեզ Նարա Բարև ձեզ պարոն Ղուշյան Շնորհավորում եմ միամշակի կապակցությամբ հույս ունեմ դեռ առիթ կունենանք նորից հանդիպելու այդ միամշակի ընթացքում էլ բայց ամենակարևորը դուք մեզ ներկայացել եք ինչպես միշտ գեղեցիկ հագուկապով եւ շատ այսպես ռոմանտիկ տեսքով Շնորհակալություն նաեւ շնորհավորանքի համար թույլ տվեք ես է բոլոր կանանց Զովացի ծնողներին, մամաներին, անհետ կորած զինվորի մամաներին, մեր զինծառայող կանանց շնորհավորեմ միամսյակի կապակցությամբ։ Այո, որքան գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են այսօր մեր ուժային կառույցներում եւ ինչ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց ծառայությունը։ Իհարկե, մենք բոլորին շնորհավորում ենք։ Նարա դե վերջի ներկայացումներից քաղաքական թատրոնի Փաշինյան Աննա Հակոբյան այդ ամուսինների հետ կապված այսպես ասած զարգացումներն էին, երբ Աննան դեռ համարվում էր ամուսինը, նրան տրամադրվում էր պետության կողմից մեքենա, անվտանգության ծառայության կողմից հատուկ այսպես անձնավորություն, որը պատասխանատու էր նրա անձնական, չէ՞, անվտանգության համար, բայց հիմա երբ նրանք բաժանել են այդ բարիկներից, մեքենայից, այդ ծառայությունից օգտվում է Աննա Հակոբյանը, եթե այո, ապա միթե դա կոռուպցիա չէ։ Պարոն Ղուշյան, այս պահին օգտվում է թե չի օգտվում, անգամ եթե օգտվի էլ իրենք կհերքեն դա, իրենց ԿՊ-ին դա բնորոշ վիճակ է, որ ինչ լինի հերքեն, ֆեյք է, սուտ է եւ այլն, բայց մինչ բաժանվել է, նախ մի ամիս առաջ իրենք զաքսավորվեցին, դարձան օրինական ամուսիններ, մի ամիս հետո ամուսնալուծվում են, թատրոն, հերթական թատրոն, ինչ որ դրա տակ իրանք տողատակեր ունեն Բայց մինչ այդ երբ որ դու քաղաքացիական դեռ կինն էր, այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետը ոնց էր մեկնում։ Այդ Տոմսի գումարները, ընդեղի մնալը եւ դա ում հաշվին էր դա տանում, պետության, չէ՞։ Ես միշտ տեղյակ եմ եղել, որ երբ նմանատիպ այցեր է կատարվել, պաշտոնական այցեր, տեր եւ տիկիններ են գնացել։ Եթե ինքը քո կինը չի, քաղաքացիական, այսինքն гражданская жена նա, այդ դեպքում դու ոնց ես ում հաշվին ես դա տանում։ Ու ամենտեղ բարձրաձայնում ես կոռուպցիա չկա, մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Ախր առաջինը դու ես կոռուպցիային թույլ տալիս որ կոռուպցիա անես եւ երկրորդը ասում ես կոռուպցիա չկա ու երբ իրեն հարց ես տալի հակա ինքը խոսքս վարչապետի մասին է անգնում ասես չգիտես ինչ ցայտնոտի մեջ ու ներվային իր այդ ծիկերով սկսում է պատասխան տալ մեկը հարց չկա մի լրագրող հարց չկա տա Ձեր տիկինը ինչ գործ ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ թեկուզ միջև այդ երբ որ դու պաշտոնական այցով կատարում էր ինչ որ արտ երկիր գործուղման ինչ գործ ուներ քաղաքացիականը կինը քո կողքին եւ ում հաշվին էր դա պլյուս դրան նաեւ իրենց փոքր դստրին էին տանում հետները բա դա ում հաշվին էին տանում կամ միջնեկներ կամ պուճուրներ այսինքն երեխաներից մեկը իրանց հետ է միշտ եղել դա ում հաշվին էին տանում Ըստ իմ տեղեկությունների, ըստ իրենց ասած օթում կախված լուրերի, այսօր էլ է իրենց սպասարկում անվտանգության մեքենա նաև ախրանա ունի։ Ըստ իմ տեղեկությունների, հիմա գուցե վաղը կասեն դա սուտ է, դա կոռուպցիա չի եւ այլն, իրենց ասում են բնորոշ վիճակին, բայց ես այտենց եմ տեղյակ հիմա։ Եվ պետության փողերն ենք վատնում։ Իդեպ ըստ որոշ տելեգրամյան ալիքների գորություն վերջերս տեղի ունեցած այն դեպքը, որը ծածկադմփոց է արվում։ Հա, երբ Պապիկյանը կուկուռուզ էր ուտում ավտոբուսի մեջ, ախր բառ չես կարա գտնես պաշտպանության նախարարին բնորոշ բառի համար,
որ լինես պաշտպանության նախարար եւ գնաս ընկնես ավտոբուսի մեջ նստես կուկուռուզ ուտես կամ այն պերաշկի ուտես ու դու ցուցադրես դա նախ դու պաշտպանության նախարար ես ինչ գործ ունես քաղաքականության հետ կամ պետք է լինի Եվ այո, դա էլ նույնպես ասեմ ըստ իմ տեղեկությունների հայրը ծառայում է Սյունիքի զորամասերից մեկում սպայա տղան պայմանագրային զինծառայող է եղել եւ ինքնասպան է եղել խաղալու հետ կապված, այսինքն 3 միլիոն կրվել է եւ ինքնասպան է եղել Այո խաղամոլ է եղել եւ լուր քար լռություն այդ ժամանակ ասում եմ Պապիկյանը հայտնվում էր ավտոբուսների մեջ սրտիկներ էր անում Վատ լավ չասեմ, սկսենք բանակի ստեղծման օրվանից նմանատիպ նախարար չենք ունեցել։ Անգամ, որ ամենաթույլ նախարարը եղել է Վաղարշակ Հարությունյանը, նմանատիպ չի եղել։ Ես սենց չեմ տեսել որևիցե մի պաշտպանության նախարար, ասում եմ լավ ու վատի չենք անդրադառնում, չենք քաղաքականացնում։ Դուրս գան գնան գտնվեն ինչ որ sense մի հատ միջավայրում որտեղ sense ուտեն ցույց տան չէ ախր պրոտոկոլ կա իր կողքի այդ պրոտոկոլով զբաղվողները այանան փառունակները որը տենց ամպագորգոր խոսում են պետք է ասեն որ պարոն նախարար այդտեղ դա ձեր տեղը չի Մնացածները գուցե կարողանան գնան բայց ուժային ստրուկտուրա ես դու ղեկավարում դու զինված ուժերի Պաշտպանության նախարար է զինված ուժերն ա քո ենթակայության տակ դու ո՞նց կարաս գնաս sense ցույց թատրոն ասել եմ պրոստը վատ խաղացողներ են Դե ասեմ որ այդ թատրոնում ձեր հանդեպ առանձին սիրով են տրամադրված անձնապնակարար անգամ ասում են Պաղուշան ես ասեմ ձեզ Եթե նրան այսինքն իրեն ներկայացրել են իմով լինելը, եթե ինքը այսպես ներկայացրեց, որ ես գեներալ մայոր Արշակ Կարապետյանի մոտիկն եմ, իր կադրն եմ, ես չեմ հրաժարվել, չեմ հրաժարվելու եւ շատ հպարտ եմ, որ նրա կադրն եմ, եթե նա ինձ կանչեր մոտը, ասեր գիտես ինչ, պետքա գրես գնաս Անկեղծ եմ ասում, ես իրան կհարգեի որպես այսպես կոչված ճակերտավոր պաշտպանության նախարար եւ որպես նախկին զինվորական, կասեի այնքան տղամարդկություն ունեցավ, կանչեց ինձ, ասեց գիտես պետքա գրես գնաս։ Ոչ թե ինչ որ մի հատ ազիզյան արամով անանիմ կա ստեղծեն, ինչ որ sense շոուներ սարքեն կադրերի գլխավոր վարչության պետի եւ նրա ճաղատ գլխով 7 երկրի շպիոն տեղակալի հետ, ինչ որ sense մի հատ բան սարքեն եւ ինձ ասեն պետք է գրես գնաս։ Նախարարները ովքեր հանում են, կանչում ասում են գիտես ինչ, գրի գնա։ Քո զեկուցագրի համաձայն գրի գնա։ Ես իրան կընդունեք, ասեի տղամարդ է։ Բայց ընկնես, մեկ սրան լսես, մեկ նրան լսես, այդ ինչ որ ճղճի այդ շոուներ սարքեք, իդեպ ասեմ այդ Ազիզյան Արամի քերնի ժամանակին մեր կադրերի վարչության պետն էր, նույնպես սկսեց մարդկանց ոտեր ուտել, ով որ իրան խելք էր սովորացրել, ով որ իրան այդ գործին սովորացրել էր։ Հիմա նույնն անում են, այսինքն այս մարդուն պետք են ոտ ուտողներ, այս մարդուն պետք են, ով որ իրան կասի, սենց կասի, դու ճիշտ ես, պարոն նախարար ջան։ Իմ կատեգորիան հաստատ նրան չերի ենթարկվի, այդքան չկա ես նրան ենթարկվեի եւ դրա համար ասում եմ կանչեր ինձ ասեր պետքա գրես գնաս կասեի խնդիր չկա գրում եմ գնամ Նրա որպես ռազմական վերլուծաբան փակտի որ մարդ որ քաշատեղյակ է այս օրերին բանակում տեղի ունեցող ամծուդարձին այ բնակարանների բաժանման հետ կապված այդ հարցի մասին ինչ կարող ես ասել Հա բաժանման հետ կապված էլ Ամբողջ օրը ցելեզվիզդա է դարձել խոսումը այ որ նորանշանակ լեյտենանտները կամ այդ հայրենյաց պաշտպանով որ գան 6 ամիս հետո դառնան պայմանագրայիններ իրեն կապահովեն հետագայում իրենց բնակար դու ոնց կարաս 5 տարի հետո 4 տարի հետո դու մարդկանց ինչ որ sense խոսք տաս որ դուք կունենաք տներով ապահոված կնի հələ մի հատ դու Մի հատ նախկին չէ, գործող զինվորականները, որ 20 ու ավել տարի հերթի մեջ են իրանց բնակարաններով ապահովի, գիտեք ինչ են անում, սերտիֆիկատ են տալի 50%-ով ու բոլոր սպաները դատի են տալիս, դատարաններում լիքն են այդ գործերը, որ դատ են տալի, որպեսզի իրանց տան գումարները ստանան 100%-ով, մի հատ դու հլետի կարողացի ապահովի, նոր մնացածին խոստուր, տեսանք հայրենյաց պաշտպանի քանի երեխա մահացավ Այդ որ հայրենյաց պաշտպան ՆԱՏՕ-ի ծրագիրն է բերել ինքը
ու այդ հայրենյաց պաշտպան նորաստեղծ ամբողջ օրը որպես նախարար ռեկլամ է անում, եկեք ընդունվեք Վազգեն Սարգսյան։ Դու Վազգեն Սարգսյանի պետը ինչա, որ մի հատ էլ երեխեքը գնան այնտեղ, ասում եմ որպես զինվորական եմ ասում։ Վազգեն Սարգսյանի ինստիտուտ այ տարիներ առաջ էր Վազգեն Սարգսյանի ինստիտուտ եւ դրանից առաջ որ Մոնթեի անվան ուսումնարաններ։ Հիմա պետը ինչ պիտի սովորացնի, ասել եմ ու կասեմ, դավաճանություն, պատերազմից թռնել, նորմալ չծառայել, էս պետքա պետը սովորացնի ու կոչ են անում ամբողջ օրը, նաեւ իքական սերի, եկեք զորակոչվեք եւ ընդունվեք Վազգեն Սարգսյան։ Դուք պատկերացնեք ոչ մի նախարար դե այդ խելքը չի ունեցել, որ իքական սերին զորակոչերին Վազգեն Սարգսյան։ Անձամբ զինվորականներ ունենք նախքին, որոնց երեխեքը ընդունվել են Վազգեն Սարգսյան եւ հանել են նույն իրանց պապաները, որոնք երկար տարի ծառայություն են ունեցել, հանել են երեխեքին։ Քանի որ այնտեղ ես ինչ ասեմ, դպրոցե չի Վազգեն Սարգսյանի ինստիտուտը դպրոցե չի։ Ով ինչ ուզում անում եմ, երբ ձուկը գլխից հոտում է, ինչ ուզում ես արա, այդ կառույցը լավը չի լինելու։ Բարձր, ցավալի փաստ։ Նարը իշխանության տարբեր այսպես ոլորտների ներկայացներ հաճախ խոսում են այն մասին, որ պաշտպանության նախարարություն եւ քաղաքականություն դրանք տարբեր ոլորտներ են, չեն կարող կապ ունենալ, համատեղ ինչ որ չգիտեմ, այսպես խորանալ որևէ հարցի շուրջ։ Այ դու որպես մեր ռազմական վերլուծաբան այս մասին ինչ կարող ես ավելա։ Ես ասեցի, պարոն Ռուշյան, չի կարա պաշտպանության նախարարը քաղաքականությամբ զբաղվի։ Դու նախ ֆիզիկապես դու չես հասցնի։ Այսինքն քո համար զորքը դարձել է երկրորդական, դու առաջինը դուրս ես եկել գելես քաղաքականությամբ, կամ պետքա տեղից դուրս գաս, դառնաս մտնես այդ քաղաքականության մեջ, կամ պետքա զորքը ղեկավարես։ Դրա համար այս վիճակն է զորքերում։ Բացի թողի վիճակա զորքերում։ Ինչ ուզում ասի, հեսա տեսեք վաղը կասեն մի հատ մամլո խոսնակ ունի, չէ, ասել եմ անմեղ սունակը մեկ է մի հատ է մեկը կա գնդապետ է, ես հիմա չգիտեմ էդի մամուլով է զբաղվում, թե ինչ է իր աղջիկը առայժմ միջև այսօր ընդունարանումա ծառայում, ինչ չգիտեմ նախարարի, կխոսան ֆեյք է, սուտ է, այս արեք, այն արեք, ամբողջը ապատեղեկատվություն էս է, իրենց սովոր, ասում եմ մեկը չկա, ասի պարոն նախարար, իր այն անտիկվար փոխնախարարներից, բանակից թռածներից մեկը չկա, ասի պարոն նախարար, դու իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվես։ Հստակ օրենքի մեջ տալիս է զինվորականը չի կարա քաղաքականությամբ զբաղվել, բայց ես չեմ ասում պաշտպանության նախարարը զինվորական է, կոչում է չունի, բայց որպես նախարար ինքը չի կարող զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն իրենց համար մեկը էհա, որովհետև ասել եմ ոչ մեկ իրենց տեղերում չի։ Ոչ մեկ։ Դες պաշտպանության նախկին նախարարներից մեկը Վաղարշակ Հարությունյանը այդ է ներկայացնում առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ։ Դու երևի քո ծառայության տարիներին առնչվել են այդ ինքնատիպ կերպարի հետ։ Իհարկե առնչվել եմ 99 թվականին, երբ մեր սպարապետը վարչապետ նշանակվեց եւ մեզ պատկերացնում եք Վազգեն Սարգսյանից հետո գալիս է Վաղարշակ Հարությունյանի նախարար մի Սենց դեպք պատմեմ, երբ գեներալ Բաղմանյան Հայկազին նշանակում են կորպուսի հրամանատար, դե ով պետքա ներկայացնի, պաշտպանության նախարարը պետքա թղթերը ներկայացնի նախագահական, որպեսզի կորպուսի հրամանատար նշանակեն, եւ մի երկու օր անցնում է զանգում է մեր ուղղորդմացի կադրերի վարչության պետին, ասում է, кто его назначил, генерал Բաղմանյանը кто назначил начальником корпуса։ Խեղճ է ուղղորդմացի Էդվարդ Սարգսյանը ասում է, это самый, кто мог назначить։ Я մենակ նախարարը կարար ներկայացներ։ Եվ չմոռանանք պատերազմից հետո, պատերազմի ժամանակահատվածում, որ փոխարինեց Տոնոյան Դավիթին, ինչ արեց։ Չմոռանա ինքը Գեղարքունիքի թևի հետ կապված, չմոռանա իր ճիպոտներով կռվի հրամանի մասին։ Ինչ, եւ ես փաստեր կան Սյունիքի հետ կապված, որին ես կանրադառնամ Քարոզ Արշավի ժամանակ։ Իր հետ կապված։ Եվ ես ապշում եմ, ինքը ոնց կարան ասում են, այ այսպիսի պաշտպանության նախարար է եղել։ Ինչպիսի նախարար է եղել։ Ասում եմ, միակ ոչ մի բան չենք վերցնում։ Ճիպոտներով կռիվ ես հրաման տալի մայիսին։ Գեղարքունիքի զորամասարից մեկում, երբ որ հարձակում էր գործել։ Ճիպոտներով կռվեք։ Այս որ դառնա։
Նարա, վերջերս դու իհարկե քաջատեղյակ ես, թե ինչ պայմաններում ծառայությունը, ժամկետային ծառայությունը կրճատվեց, 1.5 տարի դարձվեց, այդ դեպքում հարց է ծագում, ինչի համար են ուսումնավարժական հավաքները, էլ իմաստուն են դրանք անցկացնել։ Իհարկե չենք ասում, չէ, դա զորքի կրճատում չի, ելույթ է ունենում մեր ամենապաշտպանության նախարարը, ելույթ է ունենում, ասում է, զորքի կրճատում չկա։ Պարոն Ղուշյան, նայեք, ամառվա զորակոչ գնացածը, 25-ի ամռան զորակոչ գնացածը եւ 26-ի ձմռան զորակոչը, այդ երկու զորակոչը իրար հետ զորացրվելու է գա։ Դուք պատկերացնում եք, երկու զորակոչ իրար հետ զորացրվելու է հետ գա։ Դա չեղավ նախ կրճատում եք, երկրորդը, եթե դու զորքիդ ավելացում ես անում, դու ասում ես դու զորքի խնդիր չունես, պակասի խնդիր չունես, ինչ է ստիպում մարդկանց, այն 50 տարեկան, 51 տարեկան, մի անգամ գնացած մասնակցած վարժական հավաքների, երկու անգամ գնացածին դու էլի կանչում ես ու ստիպում ես ու ասում ես, եթե դու չմասնակցես, քրեական գործ կհարուցեմ։ Այդ դեպքում վարժական հավաքներին որպես ինչ է ստանում։ Եվ ոնց դու կարաս, եթե դու ասում ես ոչ մի խնդիր չունես, մարտական դիրք իրանց ոնց ես բարձրացնում։ Ոնց ես ասում դուք դիրք պետքա պահեք։ Ինչի հիմքի վրա ես դու տանում։ Անօրինության։ Ու ասում եմ մեկը չկա իրան կողքից ասի, ախր էս էլ են կանորեն անում։ Ու իրանք բարեկամներին հանում են մեջներից, ինչքան են խեղճ, նորմալ կամ իրանց այդ ասում են որ պետքա ուրեմն պետքա գնանք հայրենասեր տղաները կամ մեծերը կապ չունի տարիքայինը բարձանում են գնում են մասնակցում են վարժական հավաքների։ Դու ինչ ես էդի անում 25 օրյա խես ստիպում մարդկանց մեր ժամանակ էլ ա եղել վարժական հավաքներ, բայց ոչ սենց ստիպողական եւ այլն։ Մարդկանց գործից ես կտրում չեն նայում մարդը հիվանդատուն է հիվանդ ունի իրա խնամքի տակ անձինք ունեն ոչ մի բան չի նայում։ Հələ այնքան անուններ կտամ քեզանից դու քոնոնց հələ մի հատ տար վարժական հավաքների մասնակցի նոր անդրադարձի մնացածի տեղում չի բացարձակ այդ աթոռը պաշտպանության նախարարի համար նախ պետքա լինես զինվորական գիտելիք պետքա ունենաս եւ պետքա այն Վազգենի պես ձեռդ խփեիր սեղանին ու հարցերը կարգավորեիր ոչ թե քոպես դուրս ես գալիս գի դրսում ասում եմ այդ աթոռից էլ դուրս արի տես քեզ փողոցումով կճանաչի մեկ 18 թվականի նկարները թող կախի ու հիմիկվա իրան նկարը կախի տեսնի ինչից ինչա դարձել ՔՊ-ում բուկլետ բաժանող ա եղել իրանց ՔՊ-ում ինքը բուկլետ ա բաժանել մարդ այսօր պաշտպանության նախարարը դե ՔՊ-ում եթե բուկլետ ես բաժանում առնվազն պիտի պաշտպանության նախարար դե երևի Էլ չեմ խոսում ես ավելի բարձր պաշտոնների մասին։ Լավ, դարա, կատակը մի կողմ, բայց վերջին շրջանում շատ ցավալի փաստեր է արձանագրվում, սպանություններ, հանցագործություններ եւ աճը անընդհատ ակնհայտ է։ Չնայած մեր ուժային որոշ կառույցների ղեկավարները ասում են աճը չկա, կրճատվել են սպանությունների, հանցագործությունների թվերը։ Այս մասին ինչ կարող ես ասել։ Պարոն Ղուշյան, ամեն օր բացեք սոցցանցերում տեսեք։ Սպանվեց 10-ամյա, սպանվեց 13-ամյա, դպրոցում ծեծեցին, նիտո արդեն երկաթի այդ բաներով են ծեծում, ծեծելու հիմքով չկարողացան բժիշկները պայքարեցին կյանքի հետ չկարողացան դա անեն։ Ամեն օր դեպք, ես ես փաստացի ասեմ ամսի 8-ին մեր բակում առաջի հարկիս հարևանը, որը 7 երեխու հայր էր, նաև զոհվածի հայր էր, 22 թվականի ջերմուկում էր զոհվեց տղան, բակում դանակահարել են, որին չկարողացան փրկեն մահացավ։ Օրը ցերեկով։ Դուք պատկերացնում եք ուր ենք հասել արդեն, որ մարդուն կարան դանակահարեն Եվ այդ չեն հասցրել, թե իրականում ծանր ա եղել վիճակը չեն փրկել, ամեն օր նման դեպքեր են ականատես լինում։ Մեր այն գյոզալ պայմանագրայինին, որ ծեծել են հայրենիաց պաշտպանով, որ Սևանում, որ ծեծել են, 12 տեղից էր դանակահարված, թե 10 տեղից էր այդ երեխան։ Սադիստությունը այնքան է մտես երիտասարդության մեջ, որտեղ ամբողջ օրը ցանցերի մեջ են։ Ինչ ասես տեսնում են, ինչ ասես ու ոչ մեկի դեմ պայքար չի գնում։ Ինչ ասում ՆԳՆ նախարարը, ասում է մենք հանցագործությունների աճը կրճատվել է։ Առանց ամոթի իրանք վեր են կենում այդ սուտը խոսում են ու զոմբի մասա կա, որ դա ընդունում է։
Ինայք հարևան երկրում այդ պատերազմը իդեպ ժամանակ առաջ մեր առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը անդրադարձել էր, որ տարածաշրջանում պատերազմ է սպասվում, ինքը անդրադարձել էր այդ հարցին։ Եվ պատերազմ, հարևանություն, պատերազմ, մեկ ասում եմ նույն այդ նախարարը, որ պետքա գոնե զգոնություն տար, զգոնության հրաման իրանք տային, երթևեկում էր ավտոբուսի մեջ երաշտություն էին լսում, իրար սրտիկներ էին անում։ Քեզ թվում էր թե դի չգիտես ոչ թե վերադասի ավտոբուսեր, այլ չգիտեմ ինչի ավտոբուսեր, շուկայից դուրս եկացած ավտոբուսեր ու մի հատ է ցույց են տալի, որ այստեղի սուջուխն է համով, ստեղի կուկուռուզն է համով, ստեղի պերաշկին է համով։ Պատկերացնում եք։ Ինչ սպասենք սրանցից մենք։ Ինչ սպասենք։ Բացի վատից ինչը սպասենք։ Ասում է ես որոշել եմ ու հայ ժողովրդի անունից է խոսում վարչապետը։ Դու կարաս քո անունից խոսաս, բայց հայ ժողովրդի անունից չխոսաս։ Ոնց որ ասեց ես որոշել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու վերջ։ Ասում է ժողովուրդն է դա ուզում։ Դա դուք եք ուզում, դա ժողովրդի այն մեծ մասը չի ուզում դա։ Դա ձեր ուզածն է այտենց։ Ու իրանք սենց կարում են մեկնաբան են։ Իրանց մոտ այդ հռետորությունն է ստացվում, իրանց մոտ այդ պրոպագանդան է ստացվում, ասում եմ, խելացի կատեգորիա կա, որ չեն ընդունում արդեն, բայց նաև զոմբի մասա կա, որ ասում է, մեռնեմ իմ վարչապետի ջանին, մեռնեմ իմ նախարարների ջանին։ Ես սենց բան չեմ տեսել, կողքի երկրում լինի պատերազմ եւ պաշտպանության նախարարը գնա դրսերում կուկուռուզ ուտի։ Նրա կողքի երկրում ասիր պատերազմ, Իրանի շուրջ ծավալվող այս զարգացումները պատերազմական իհարկե շատ մտահոգիչ են եւ շատ հնարավոր է ամեն րոպե այն ներխուժի նաեւ մեր տարածք։ Այ ինչ զարգացումներ է սպասում այդ կապակցությամբ։ Ես որպես սենց ասեմ, դա իմ կարծիքն եմ ասում, ես լավ բան չեմ տեսնում։ Աստված հերո ասցի, ես լավ բան չեմ տեսնում։ Նախ մենք տենց զորք չունենք պատրաստված, մարտական վարչություն չունենք, զրոյական է մեր մարտական վարչությունը, մարտական վարչության պետ է նշանակված անձ, որը սաղ կյանքում ասֆալտի վրա է ծառայել, դաժե խրամատ բառը չգիտի ինչա, եւ մի քիչ կոպիտ կասեմ, ներկայիս ԳՇՊՏ-ի տեղակալի ձագուկն է եղել, աուբը չճանաչած է, երբ որ մարդը չի կարող, ինքը ինչ հրաման պետքա տա, ինքը ինչ պետքա ներկայացնի նախարարին, որ մեր մարտունակությունը, զգոնությունը մերը բարձրացվի, չկա։ Ախր սաղ պաշտոններում ունենց անձանց է նշանակել ինքը, որ ինքն է հրամայում, ինքն է ասում սենց պետք է անի, ոչ թե տվյալ վարչության պետն է ասում։ Իրենք մենակ բամբասանքով են զբաղված, ասում եմ ինքը մենակ բամբասանք լսի, սա նրա մարդն է, սա նրա հետ կապ ունի, սա նրա ընկերն է։ Իդեպ ինձանից հետո իմ մոտիկ երկու ընկերուհիներն էլ ազատեց պաշտոնից։ Որ քո ընկերուհիներն։ Որ ինչա իմ 30 տարվա ընկերուհիներն են։ Հրաժարվի քո բոլոր ընկերուհիներից, ովքեր ծառայում են պաշտպանության նախարարության։ Բայց ինքն ուր էր, որ մենք ի սկզբանե 95 թվականից ընկերություն ենք արել եւ իրանց հետ ծառայել ենք։ Ինքը մենակ սրանով կարա զբաղվի։ Դու լինես նախարար, դու արդեն պետք է Սյունիքում գնայր, գործող գնայր, մի հատ տեսներ, զորքիդ հետ խոսայր, այդ թև գնայր, որտեղ գիտես որ կարա շատ լյուբոյ ժամանակ ինքը հարցակում գործի։ Ոչ թե գնաս մի հատ նկարվես այդ սրտի կարածը պատկերացնում եք լինես անգամ բաժանմունքի պետ լինելով, երբեք ինձ թույլ չէի տա նման քայլի գնայի, բաժանմունքի պետ լինելով։ Դու պետքա հասկանաս, դու ինչ պաշտոն ես զբաղացնում։ Ի վերջո ասում եմ, դու պետք է այդ աթոռին, որ նստում ես, պետքա հասկանաս այդ աթոռի արժեքը, սենց ասեմ։ Էй, Իրան ինչ։ Մի անձ, որը կարա իր այդ ջիպերով ման գա, բայց զինծառայողներին ավտոբուսները հանի, որ մարդիկ իրենց ջեբից փողերը վարձում են, ավտոբուսներ են վարձում, որպեսզի գան գնան։ Սենց բան է չի եղել նախարարությունում, ես անդրադարձել եմ այս հարցին։ Այդ ծառայողական ավտոբուսները հանել ես, մարդիկ Պրոշյանից, Քասախից եկողներ ունենք, երկարատև ծառայողներ ունենք։ Դուք պատկերացնում եք իրանք ջեբից վարձում են, չոր այդ պազիկ ավտոբուսա փոքր ինչա չգիտեմ, ամեն մեկ իրողություններով վարձում են, բերում են, բայց դու ֆրֆռում ես քո այդ լնգու լավազ ախրանայով ֆրֆռում ես ջիպերով։ Քո քարտուղարության պետը որսկի բանակ բարը չգիտի ինչա, ջիպով է մանգալի, բայց նույնպես վարչության պետերի էլի մեքենաները հանել ես։ Կոռուպցիա չի սա։ Իրանց համար սա կոռուպցիա չի։ Այսինքն
մենակի ինձ են ուրակպես ինձ ստолько мне շուկայպես մենակ մը ինձ ենք քաշում։ Սա նախարար է, բա ինքը իր զինծառայողի մասին չմտածի։ Այսինքն դու կարաս այն ինչը քեզի դրսի այդ ծրագիրը շահում ես, բերում ես, դա լավ այդ ռեկլամ է կանում հայրենիաց պաշտպան, ՆԱՏՕ է, CNN-են, բայց քո զինծառայողի համար դու չես ապահովում այն սովորական բան ասում եմ, ավտոբուսը չես ապահովում, որ մարդը կարողանա գա ու գնա։ Չէ՞ որ այդ զինծառայողի այդ ջեբից որ համես այդ իր երեխու բերանից է կտրվում այդ գումարը։ Բա դրա մասին մտածի։ Ոչ թե գիտես նարայի հետով կապի մեջ է կամ Կարապետյանի հետով կապի մեջ է որ գործից հանես։ Նարա, լավ։ Ես իհարկե ուրախ եմ, որ դու անկախ ամեն ինչից մնում ես լավատես եւ մի առիթով ինձ ասացիր, որ միշտ գալիս է չարի վերջը եւ շատ անսպասելի։ Մոտ է չարի վերջը։ Այո, չարի մեր առաջնորդը չէ ասում, կկրկնեմ, Սիմոսվայ վրեմը եւ գուցե մի օր արթնանանք ու տեսնենք, որ սրանք արդեն չկան։ Արդեն երևի տենց է կլինի, որ այս տաբրը փողոցից եկած փողոցով է պետք է գնան, բայց պետք է արժանանան ժողովրդի դատաստանին։ Իրենք պետք է ասեն սուսփուս չգնան։ Իրենք պետք է արժանանան դատաստանին։ Մեր են 5000 զոհվածների, գերեվարված մեկը գերիների մասին հարց չի բարձրացնում։ Ասում է անազատության մեջ, գերի բառն չեն կարում ասեն, անազատության մեջ են գտնվում։ Եթե անազատության մեջ են եւ այն առողջապահության նախարարը ասում է, չէ, ես խաղաղությամբ եմ քնում, երկու որդիները ծառայում են եւ ես խաղաղությամբ եմ քնում։ Ուղարկի երկու որդիներից Բաքվի Բերդ, այնտեղից թող մեր գերեվարված երեխեքից փոխանակում անեն, դու տեսնեմ խաղաղությամբ կքնես թե անխաղաղությամբ կքնես։ Նոր դու կհասկանաս գերեվարված զինվորների ծնողների վիճակը, կհասկանաս անհետ կորած զինվորների ծնողների վիճակը, զոհվածների ծնողների վիճակը կհասկանաք։ Ոչ մեկ ասում եմ գերիներին չի անդրադառնում, բացի մեր առաջնորդից։ Սա չընդունեք որպես PR։ Միայն մեր առաջնորդն է գեներալ Կարապետյանն է անդրադառնում գերիների հետ կապված։ Եղավ Նարա, շնորհակալ եմ այսօրվա համար, դե չեմ ուզում շատ հարցեր տալ, որտեվ տեսնում եմ, որ քո ուղղությունը շատ էսպես ստույգվի ուղղվածությամբ է։ Այո։ Բայց շատ ցավում եմ, որ մեր բանակը այսօր այդ վիճակում է, իրականում ցավում եմ, որտեվ ես լավն եմ տեսել, իրա վատ կողմերով։ Ես հաղթանակած բանակում եմ ծառայել, վատ կողմերով։ Բայց սենց բարդակ վիճակ բանակում չի եղել։ Երբևիցե չի եղել։ Ես ասում եմ 95-ին երբ հələ նոր էր այդ ամեն ինչը դուք պատկերացնում եք որ միտեղ զենք չկար, միտեղ էս չկար, ու զենքը փոխաբերական իմաստով եմ ասում, սպայկա էր, զինվորները դուխով էին, սպաները կրթված էին, գիտելիքով էին, նաև կռված անցած տղաներ ունենք, որ էլի գիտելիքով էին, ոչ թե այսօրվա պես սենց են։ Ոնց ասեք, պարոն նախարար, բա դուք արժանինքները չիմանաս։ Եվ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շերի բարեկամներ, մեր ծրագրի հյուրը շատ իսկապես հմայիչ անձնավորություն էր, մեր ռազմական մեր լուծաբանը Փակ TV, Պայստազորի փոխգնդապետ Նարա Գեորգյանը։ Իհարկե առաջիկայում նույնպես սպասեք նրան, մանավանդ որ հիմա շատ հետաքրքիր զարգացումների տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Այսօր այսքանը, ցտեսություն։